Ժորժան վիդեոն կտրվեց, ինձ քիչ է մնացել։ Հիմա ես ուղղակի վերջի այդ punchline-ն է, էլի, կարևոր բան եմ ասելու։ Ուղղակի ես կդնեմ մաս առաջի, մաս երկրորդ։ Մաս առաջինը երկար ստացվեց, բայց պետք էր էլի այդ ամեն ինչ ասել։ Եթե դուք լսեցիք, իմ հետ համաձայն կլինեք։ Հիմա մաս երկրորդը ես անեմ, կարճ ներկայացնեմ ուղղակի Հայաստանը որպես հավաքականություն, Աստված ոնց է կարևորում։ Ասենք ես իմ դիտարկման արդյունք է, բայց ինքը սեփական գաղափարների վրա հիմնված չի, այլ հիմնված է իրականության դիտարկման վրա։ Իրականություն։ Պարտեզը, եդեմական պարտեզը, որտեղից դուրս էր գալիս գետ, որը 4 մասի էր բաժանվում։ Երկուսը, գետերից երկուս, Եփրատ եւ Տիգրիս, իրանք սկսում են հայկական բյուրակն բարձրավանդակից, թուրքերեն ասում են Բինգեոլ, բայց այդ բյուրակն, չէ, ինքը գտնվում է ուրեմն Հայաստանի, պատմական Հայաստանի հարավ-արևմուտքում։ Կիլիկիայի մասին չեմ խոսում, հայքի։ Մի խոսքով, այդ երկու գետերը իրար մոտիկ սկսում են, հետո իրարից հեռանալով Պարսից ծոց լցվելուց առաջ միանում դառնում են մի գետ ու լցվում են Պարսից ծոց։ Ու այդ մեջտեղը երկու գետերի միջև ընկած տարածքը կոչվում է Միջագետք, չէ, Մեսոպոտամիա, որտեղ որ եղել են մեծ քաղաքակրթություններ։ Բաբելոնն, Ասուրեստանն, Աքադն եւ այլն։ Նիվե քաղաքն է, Բաբելոնն է։ Մի խոսքով, իմ կարծիքով մյուս երկու գետերը, որոնք սկսում են շատ մոտիկ նորից էլի հայկական բարձրավանդակից, հեռու չեն սկսում բանից, Եփրատ Տիգրիսից, ավելի հյուսիսից մի քիչ ու արևելքից, սկսում են քուր եւ արաքս գետերը, որոնք նորից համեմատաբար մոտիկ սկսելով իրարից հեռանում են, մի մեծ ուրեմն ճանապարհ են անցնում եւ իրար միջև ընկած տարածքը, չէ, նորից էլի Միջագետքի նման, նորից էլի այսօրվա այդ Ադրբեջան կոչվող այդ թյուրիմացության սահմաններում երկու գետերը միանում են իրար, դառնում են մի գետ եւ լցնում են Կասպից ծով։ Ուրեմն շատ հետաքրքիր անատոմիա ունեն այս 4 գետերը։ Համարյա մոտիկ աղբյուրներից սկսելով, իրար մոտիկ սկսելով, իրանց ուրեմն սկիզբը մոտիկա 4-ին էլ հեռու չի։ Երկու զույգ երկու միջագետք են ստեղծում իրանց միջև, ես չգիտեմ քուր արաքսի միջև եղող միջագետքը ինչ են ասում։ Հայկական միջագետք կարելի է, բայց հայկական միջագետքը ես գիտեմ Եփրատի եւ Տիգրիսի միջագետքի հյուսիսային հատվածին են ասում հայկական միջագետքը։ Սա չեմ ուզում նենց բան ասեմ, որ շփոթ է իրար միջև շփոթվող բան լինի։ Մի խոսքով շատ մոտիկ բաներ ունեն սրանք եւ կարծում եմ սա պատահականություն չի։ Եվ գիտեք, եդեմական պարտեզը պարզ չէ, որ մինչև ջրհեղեղն է եղել։ Ուրեմն ջրհեղեղից հետո Աստված այտենց արարչագործություն չի արել։ Կարող է ցամաքը ավելի կպած է եղել, չէ, որտեվ ցամաքը կպած է եղել ավելի, ասենք, չգիտեմ, ծովը կարող է ցամաքի հանդեպ ուրիշ տեսք ունեցել։ Հնարավոր է, չեմ կարող ասեմ էդի սպեկուլյացիաների բան է, էդի առարկայա։ Ուղղակի մի բան հաստատ կարամ ասեմ, որ այդ կանալները, որ Աստված փորել է արարչագործության մեջ, գետ կոչվող կանալներ են, չէ, իրանք։ Աստված փորել է դրանք։ Դրանք չեն փոխվել ջրհեղեղից հետո։ Ուղղակի ջուրը բարձացել է, ջուրը իջել է։ Ջուրն էլ որտեղից է եկել։ Ջուրն եկել է տակից։ Չէ, մեր երկրի տակ օվկիանոս կա։ Չէ, որը մեզ պաշտպանում է երկրի այդ կեղևի կրակից։ Այնտեղ կրակ կա, չէ, երկրի կեղևում։ Այդ կրակից այդ ջուրը մեզ պաշտպանում է։ Ոնց որ մեքենայի ռադիատորը, մեքենան է պաշտպանում։ Այդ ջուրը մեզ պաշտպանում, որ այդ կրակը մեզ չվառի։ Մի խոսքով այդ ներքին ստորգետնյա երկիրը բացվել է, ու այդ ներքին օվկիանոսից ջուրը բարձացել է վերև եւ վերևից իջել է եւ նաեւ երկինքի ամպերն երկինքն է բացել Աստված եւ անձրև է եկել
իսկ մինչև այդ անձրևներ չէին գալիս։ Մի խոսքով ասածս ինչ է, այդ տիրոջ կողմից արարչագործության մեջ փորած կանալները, գետ կոչված այդ կանալները, իրանք չեն փոխվել ջրհեղեղից հետո։ Ուզում եմ ասեմ, այդ գետերը իրանց ընթացքը պահել են։ Ոնց որ Եփրատն ու Տիգրիսն է ջրհեղեղից առաջ եղել, Քուրն ու Արաքսը նույն ձևով։ Եվ այդ մի գետը, որը 4 մասի էր բաժանվում, իմ կարծիքով այդ 4 գետերի է բաժանվել։ Եվ դա սկսել է հենց հայկական լեռնաշխարհից Բյուրակնից։ Ուրեմն Հայաստանը ինչ ալնում, որտեղ էլ է Եդեմական պարտեզը, այդ գետը տեղից է դուրս եկել։ Ուրեմն ինչ ալնում այդ հայկական լեռնաշխարհը արարչագործության վայր, պարզ արարչագործություն մենակ Եդեմական պարտեզը չի, բայց մենք խոսում ենք մարդու արարչագործության մասին, չէ՞, որ Աստված ստեղծեց եւ պարտեզում դրեց։ Պարտեզ։ Հետաքրքիր չէ՞ պարտեզ բառը։ Պարտեզ հայրենում նշանակում է այգի։ Պարսկերենում պարտեզը, փարդիզ։ Եվ անգլերենում պարտեզը նշանակում է պարսկերենում paradise, իսկ անգլերենում paradise, որ նշանակում է դրախտ։ Լսում եք։ Անգլերենով եւ պարսկերենով այդ բառը հայրենով այգի բառն է։ Ուրեմն նրանք գիտեն դրախտն ինչ է, բայց մենակ հայերն է, որ կարան ասեն այդ դրախտը որտեղ է եղել, որ ինքը այգի է։ Հասկանում եք ինչ եմ ասում, պատականություն չի։ Երկրորդ, գալիս ենք արարչագործությունից հետո, երբ որ մարդկությունը չարացավ, Աստված պատժեց, մարդկությանը կործանեց, մի ընտանիք 8 հոգուց բաղկացած Նոյի ընտանիքը տապանով փրկեց, բերեց Արարատի լեռների վրա, հավատում ենք Հայաստանի լեռների վրա, հնարավոր է հենց մեծ Արարատի վրա, կարող է շրջակայքում լինի, չեմ կարող ասեմ։ Մի խոսքով, բայց այդ տեղում է։ Ուրեմն նորից ինչ եղավ, Արարատը Հայաստանը, այնտեղ արարչագործության պարտեզի վայրն էր, որտեղ Ադամն ու Եվան առաջի զույգն էր ապրում։ Մինչև ընկնելուց հետո դուրս հանեց Աստված իրանց, որ հոգով մեռան Աստծուց կտրվեցին, Աստված դուրս հանեց որպես պատիժ։ Բայց փրկagorցության վայրը նաև էլի Հայաստանն Արարատն է, չէ՞ շատ պարզ ասում։ Եվ 7-րդ ամսվա 17-րդ օրը տապանը կանգնեց Արարատի լեռների վրա։ 7-րդ ամիսը մարտի հունվարից են հաշվում, այդ մեն հուլիսի 17-ն չի, սխալ եք հաշվում։ Տարին, էդի հետո այդ ռոմեական կալենդարներով հունվար 1 գնաց։ Տարին միշտ սկսել է մարտի 21-ից գարնան առաջի օրը։ Մարտի 21-ից հաշվեք։ 7-րդ ամսվա 17-րդ օրը ելնում է նոյեմբերի 7 կամ 8։ Մարտի 21-ից 7 ամիս ելնում է հոկտեմբերի 21, վրան էլ դրեք 17 օր, գնում եք նոյեմբերի 7 կամ 8։ Դրա համար նոյեմբերը կոչվում է նոյեմբեր, Նոյի անունով, okay։ Եվ Նոյի անունով ընդհանրապես շատ բաներ կան։ Նոր բառը, նոր, կյանքի նորոգումը։ Կյանքը նորոգվեց ինքը, նորը։ Եվ տարբեր լեզուներով, օրինակ սուիս գերմանացու հետ խոսացի, իրանց լեզվում նոյին նոր են ասում, okay։ Կամ նավ բառը, էդի նոյի անվան տարատեսակն է։ Այն տապանը, որ Աստված Նոյի միջոցով ստեղծվեց, որի մեջ բոլոր արարչագործությունը Նոյն ու իր ընտանիքը փրկվեցի։ Այդ տապանը անվանվեց Նոյի անունով նավ։ Չէ՞։ Որտեղից գալիս է տարբեր լեզուներում, պարսկերենում նավ է, անգլերենում կամ լատիներենում navy, navigation, 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 հասկանալի է, կամ նախ բառ, նախ։ Հիմա չեչենները իրանց անվանում են կամ վայնախները, վայնախ, նախ չեն անվանում, ասին նախից եկած, կամ նախ իջևան, Նոյի իջևանն է, չէ, Նոյի իջևանեց այդտեղ, որ Արարատից իջավ, իջևանեց այդ դառավ, Նոյի իջևան, նախ իջևան, չէ, տարբեր ազգեր, ասենք Նոյին նոխ են ասում, նույն անվան տարատեսակներն են, ուրեմն աթեիստ աղբերներ ձեզ եմ ասում, դուք եթե այդքան աթեիստ եք, գոնե ձեր տրամաբանությունը օգտագործեք եւ նայեք լեզուներին։ Լեզուները իրանց մեջ սառացրած պահում են պատմության մեջ կատարված դեպքերը։ Եվ տարբեր լեզուներ եւ առաջի հերթին հայոց լեզուն իր մեջ ունի ջրհեղեղի պատմության այդ ապացույցը։
իր գլխավոր գործող անձի, իհարկե գլխավոր գործող անձը Աստված է, բայց որպես մարդ Նոյը, որն իրանից արդեն բխում է այդ հայերենում բոլոր անունները, Նորա, Նավա, Նախա եւ այլը, որից գնում են նաեւ մնացած լեզուների մեջ։ Լավ, հիմա ուրեմն տեսանք Պարտեզը, որտից գալիս է Եդեմական Պարտեզը, 4 գետերը, Պարտեզ, Pardes, Paradise, Արարատում փրկագործությունը, Նոյը, okay։ Ուրեմն տեսնում ենք արարչագործություն, փրկագործություն եւ երրորդ կնիքը, ու սրանք ամեն մեկը սիմվոլներ ունեն, ասենք առաջինը Պարտեզ եմ անվանում, որտից գալիս է Paradise բառը, երկրորդը Արարատն է պարզը, չէ, Արարատի լեռների վրա իջավ Նոյան տապանը, եւ երրորդը Աստված, հիմա տեսեք Հիսուսը ոնց է ասում, կամ հրեական օրենք Աստծո օրենքը, 2 կամ 3-ի վկայության բանը հաստատվում էր։ Հիմա տես Աստված 2 վկայություն տվեց եւ պատականություն չի, որ այդ երկուսն էլ Հայաստանում են կատարվում։ Պարտեզը, փրկագործությունը, Արարատը, երրորդ Աստված ասում է, նայեք, եթե տեղը չեք բերում, ընդամենը դուք տերիտորիայով եք նայում, հողով եք նայում, ես ձեզ երկիրն էլ եմ տալիս։ Երրորդը package-ը արեց, պակետը։ Էջմիածին այս ազգը Հայաստան թագավորությունը իր թագավորով, իր ղեկավարներով, իր ամեն ինչով քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ Առաջի ազգ, քաղաքական ազգ, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ Լավ։ Հիմա Աստված ասում է, եթե տեղը չեք բերում, հիմա ես մենակ եթե երկիրն էր, հիմա ազգն եմ տալիս։ Okay։ Հիմա իմացեք ժողովուրդ ջան։ Աստված մեծ բան ունի ձեր վրա, կանչ ունի։ Եվ պետքա ուղակի դարձի գալ, եւ ես վստահ եմ, ինչ համար այս տեղերի համար ասեցի։ Սա մենակ հոգեվոր իմաստավորում չի։ Եթե հոգեվոր ճիշտ իմաստավորեցիք Էջմիածինը, չէ՞, հիմա Էջմիածնում սխալ մարդ է նստած։ Լուսավորչի աթոռին մի հատ աշխարհիկ, չգիտեմ ով է, մի հատ ծովահեն եմ ես իրան անվանում։ Ծովահեն է նստած կաթողիկոսի աթոռին, պետքա ձերբազատվել։ Քանի դեռ այդ անձը կա, հոկտեմբերի 27-ին ինքը եկավ իշխանության, դա խավար իշխանությունն է։ Հոկտեմբեր 27 ես sense եմ տնում, որ ինքը մի 27 տարվա իշխանական կյանք ունի։ 99-ի հոկտեմբեր 27-ից հաշվես, արդեն գալիս է 26-27-ին իր ժամանակները վերջանում այդ խավարի իշխանությունը։ Պիտի գնա այդ մարդը, ծովահենա դա։ Դա մոլորություն է եւ մի սխալվեք, ես առաքելական Սուրբ եկեղեցու դեմ չեմ խոսում։ Խոսում եմ ծովահենի մասին։ Ու դա առաջի ծովահենը չի։ Մենք մեր կաթողիկոսների մեջ շատ ծովահեններ ենք ունեցել։ Okay։ Եթե մենք Էջմիածինը ճիշտ իմաստավորեցինք, Աստված մեզ կտա Արարատը փրկագործության վայրը։ Լավ, իսկ Արարատը այսօրվա Հայաստանի սահմաններում չի։ Երբ որ Արարատն էլ ճիշտ իմաստավորեցինք, Աստված մեզ կտա արդեն Բյուրակն, որտեղ որ Պարտեզն է։ Իսկ դա արդեն հայքի, մեծ հայքի հարավ-արևմուտքում է, դա արդեն ուրիշ սահմաններ են։ Ես ձեզ ինչ եմ ուզում ասեմ։ Աստված ծրագիր ունի հայ ազգի համար, բայց դա այն դեպքում, եթե հնազանդեք եւ ընդունեք դարձի գալ եւ ընդունել, որ ապրիլ 24 եւ նոյեմբեր 9-10 դրանք մեր մեղքերի համար Տիրոջ կողմից մեզ տրված պարտություններ են։ Եվ մենք պետք է դա հասցեագրենք դարձի գալով Տիրոջից դեպի Քրիստոս, Տիրոջից հայցելով ներողամտություն եւ դարձի գալով հանձնվենք Տիրոջը եւ ապրենք այդ հոգեվոր կյանքերը, արդեն հոգեվոր կյանքով ապրենք։ Աստված շատ լավ բան է ձեր համար նախապատրաստել եւ նաեւ օրհնություն կդառնաք ամբողջ աշխարհին։ Բայց եթե հայ ազգը դարձի չի գալի, ասեցի այդ դեյթերի վրա ուրիշներ էլ կավելանան ու արդեն վերջնական կործանում է այդում, այնտեղ շատ չի մնացել։ Հասկանում եք։ Շատ կարևոր բաներ եմ ասում ձեզ, ուղղակի խնդրում եմ, լսեք, եթե Աստված ձեր սրտին խոսում է, լսեք, ոնց որ Սուրբ Գիրքն ասում, այսօր փրկության օրն է, մի հետաձգեք, լսեք եւ կատարեք, օրնվեք ինքներդ, օրնություն դառեք ազգի համար